حضرت آیت الله سید مجتبی حسینی خامنه‌ای حفظه الله Թեհրանում արդեն մի քանի օր է, ինչ նկատվում է լարվածության բարձր մակարդակ։ Ալի Խամենեի մահվանից հետո երկրի ղեկավարությունը կանգնած է առանցքային պատմական փոփոխությունների առջև։ Իրանի փորձագետների խորհուրդը պաշտոնապես ընտրեց նրա որդուն Մոջթաբա Խամենեին որպես նոր գերագույն հոգևոր առաջնորդ։ Այս նշանակումը պատմական է, քանի որ առաջին անգամ երկրի պատմության մեջ հոգևոր առաջնորդի պաշտոնը ժառանգում է նրա որդին։ Նոր առաջնորդը ստանձնում է լիազորություններ, որոնք ներառում են քաղաքական, ռազմական, տնտեսական եւ կրոնական բոլոր ուղղությունները։ Նրա որոշումները վերջնական են եւ առանց նրա համաձայնության որևէ կարևոր նախաձեռնություն երկրում չի իրականացվի։ Նորանշանակ առաջնորդը, չնայած հանրության մեջ քիչ է հայտնի, ունի երկարատև ազդեցություն պետության կուլիսային քաղաքականությունում եւ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարության հետ կապված հարցերում։ Իրանի պետական հեռուստաալիքները եւ լրատվամիջոցները հաղորդում են, որ Մոջթաբա Խամենեին հավատարմության երդում են տվել թե զինված ուժերը, թե բարձրաստիճան պաշտոնյաները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին շեշտել է, որ նոր առաջնորդի շուրջ համախմբումը պարտադիր է երկրի անվտանգությունը պահպանելու համար։ Իրանի փորձագետների գնահատմամբ նոր առաջնորդը զիջումներ չի անի արևմուտքի ճնշումների պայմաններում, հատկապես հաշվի առնելով իր հոր մահը եւ անձնական կորուստները։ Իրանի զինված ուժերը, ներառյալ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, պաշտոնապես հայտարարել են հավատարմություն նոր առաջնորդին, ընդգծելով, որ իրենց գործողությունները ամբողջովին կախված կլինեն նրա հրամաններից։ Ալի Լարիջանին, երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, կոչ արել բոլոր պաշտոնյաներին եւ քաղաքացիներին միավորվել նոր առաջնորդի շուրջ, ապահովելու ներքին միասնականություն։ Հասարակության մի մասը ողջունում է նոր առաջնորդի ընտրությունը։ Իրանցի քաղաքացիները նշում են, որ նոր ընտրությունը արտահայտում է քաղաքական շարունակություն եւ երկրի ներքին միասնականությունը։ Մենք ուրախ ենք, որ առաջնորդը ընտրվել է եւ վստահ ենք, որ մեր ուղին շարունակվելու է, նշել է Թեհրանի բնակիչներից մեկը։ Մյուս կողմից որոշ փորձագետներ շեշտում են, որ ժառանգական ընտրությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ քաղաքական բազմազանության վրա եւ առաջացնել դժգոհություն որոշ շերտերում։ Նոր առաջնորդի ընտրությունից անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափեց ուղիղ մեկնաբանություններից, նշելով միայն. «Տեսնենք, թե ինչ կլինի»։ Իսկ Fox News-ը հաղորդում է, որ Թրամփը դժգոհ է որոշումից, քանի որ նա ակնկալում էր, որ նոր առաջնորդը պետք է լինի Վաշինգտոնի համար ընդունելի անձ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զգուշացրել է, որ Ալի Խամենեիի հաջորդները կարող են դառնալ թիրախ։ Նեթանյահուի թիմակիցները շեշտել են, որ նոր առաջնորդի ընտրությունը կարող է լարվածություն ստեղծել տարածաշրջանում եւ կասկածներ առաջացնել այն հարցում, թե ինչպես կարող է Մոջթաբա Խամենեին կառավարել երկիրը այն պայմաններում, երբ արտաքին ճնշումները շարունակվում են։ Իրանի փորձագետները շեշտում են, որ Մոջթաբա Խամենեինը նորանշանակ առաջնորդ է եւ դեռևս չունի պետական կառավարման փորձ, հատկապես ներքին ու միջազգային լեգիտիմության տեսանկյունից։ Այնուամենայնիվ, նրան անհրաժեշտ է աջակցություն երկրի ռազմաքաղաքական համակարգը կայուն պահելու համար։ Նոր ղեկավարի նշանակումը կարող է նաև ազդել երկրի տնտեսական ու ռազմական քաղաքականության վրա։ Ներկայումս Իրանը գտնվում է տնտեսական ճնշումների եւ ռազմական մարտահրավերների համադրության մեջ, իսկ նոր առաջնորդի ղեկավարման օրոք սպասվում է որոշ կարևոր ռազմավարական որոշումների կայացում, որոնք ուղղված կլինեն երկրի անվտանգությունն ու ազդեցությունը պահպանելու Մերձավոր Արևելքում։ Իսրայելա-ամերիկյան հարվածներից ավելի քան մեկ շաբաթ անց Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ընտրվելուց հետո տարածաշրջանում լարվածությունը հասավ նոր գագաթնակետի։ Միջազգային փորձագետները շեշտում են, որ այս փուլում Իրանը գործում է ոչ միայն պաշտպանական, այլև ակտիվ հարձակողական քաղաքականություն վարելու ուղղությամբ։ Նոր առաջնորդի ձեռքում կենտրոնացված լիազորությունները քաղաքական, ռազմական ու կրոնական ապահովում են, որ երկրում ցանկացած գործողություն իրականացվում է մեկ միասնական կենտրոնի ղեկավարի հրամանով։ Պաշտոնյաների խոսքով դա թույլ է տալիս արագ արձագանքել արտաքին սպառնալիքներին եւ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ներքին միասնականությունը պահպանելու համար։ Նոր առաջնորդի ընտրվելուց 10-րդ օրը Իրանը առաջին հարվածները ուղարկեց Իսրայելին։ Իրանական պետական հեռարձակողները ու սոցցանցերը հրապարակեցին հրթիռների լուսանկարներ, ներառյալ Սեյեդ Մոջթաբա գրությամբ։ Հրթիռային հարվածները ուղղված էին Իսրայելի ռազմավարական նշանակության օբյեկտներին, կենտրոնանալով Թեհրանյան հրամանատարական կենտրոնների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազաների եւ ոստիկանության շտաբների վրա։ Իրանի պաշտոնական տվյալներով վերջին 9 օրում զոհվել է ավելի քան 1255 մարդ, վիրավորվել 12000-ից ավելի։ Իրանական պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ հարվածները շարունակվել են նաև
Քուվեյթում միջազգային օդանավակայանին, ինչպես նաև Բահրեյնում երկրի ամենամեծ նավթավերամշակման գործարանին, Բահրեյնում առնվազն 32 մարդ վիրավորվել է։ Իսրայելը միաժամանակ իրականացրել է հակահարվածներ, թիրախավորելով Իրանի կենտրոնական շրջանները և ուժային կառույցները, որոնք ուղղակիորեն ենթարկվում էին նոր առաջնորդի հրամաններին։ Իսրայելի բանակը հաղորդել է, որ վնասվել են մի շարք ռազմավարական օբյեկտներ, ներառյալ հրամանատարական կենտրոնները և ռազմական շտաբները, իսկ որոշ հարվածներ հասցվել են նաև Թեհրանի ուղղությամբ։ Արևմուտքում գրեթե ողջ մերձարևելյան լրատվամիջոցները հետևում էին այդ գործընթացին, վերլուծելով ինչպես է նոր առաջնորդի կառավարման տակ Իրանը կարողանում պատասխանել Իսրայել-ԱՄՆ գործողության ռազմական կարողություններին։ ԱՄՆ պաշտպանության նախարարի վերջին հարցազրույցներում շեշտվեց, որ Իրանը չի կարող երկար շարունակել պատերազմը, սակայն Միացյալ Նահանգները պատրաստ են շարունակել ռազմական գործողությունները այնքան, որքան անհրաժեշտություն է հաջողություն հասնելու համար։ Ոմանք կարծում են, թե մեր հնարավորությունները կամ զինամթերքը կարող է սահմանափակ լինել։ Նրանք սխալվում են, իրանցիները սխալ հաշվարկ են անում, մենք դեռ նոր ենք սկսել պատերազմը, նշել է Փիթ Հեքսեթը, ամերիկյան պաշտպանության նախարարի խորհրդակցություններից մեկում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է ուղիղ մեկնաբանություններից, միայն նշել է. տեսնենք թե ինչ կլինի, իսկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նույնպես զգուշացրել է, որ տարածաշրջանային գործընթացները այժմ առավել անորոշ են և հնարավոր են հետագա լարվածություններ։ Մոջթաբա Խամենեիի նշանակումը գերագույն առաջնորդի պաշտոնում բացեց նոր դարաշրջան, լի լարվածությամբ և համաչափ սպասելիքներով։ Իրանի ներսում կառավարությունն ու զինված ուժերը անմիջապես սկսեցին ձևավորել նոր ռազմավարություն, հստակեցնելու իրենց դիրքերը տարածաշրջանում, իսկ միջազգային հանրությունը զգուշությամբ հետևում է զարգացումներին։ Իրանի ռազմական գերատեսչությունները կարճ ժամանակում իրականացրին մի շարք գործողություններ, ընդգծելով նոր առաջնորդի գործնական իշխանությունը։ Թեհրանի և այլ ռազմավարական քաղաքների կենտրոններում տեղակայված ռազմական ենթակառուցվածքները անմիջապես ստացան անվտանգության ավելացված միջոցառումներ, իսկ պետական հեռարձակմամբ հրապարակվեցին «Պատրաստ ենք ցանկացած սպառնալիքի» հաղորդագրություններ, հստակ նշելով, որ նոր առաջնորդը ձեռնպատ չի մնա երկիրը պաշտպանելու գործում։ Պաշտոնական տվյալներով վերջին 2 շաբաթվա ընթացքում Իրանի և Իսրայելի միջև գործողությունների ընթացքում զոհվել է մոտ 1500-ից 1600 մարդ, վիրավորվել ավելի քան 12000-ը։ Զոհերի մեծ մասը եղել է ռազմական կենտրոններում, սակայն որոշ քաղաքացիական օբյեկտներ ևս ընդգրկվել են թիրախի մեջ։ Իրանի զինված ուժերը հատկապես թիրախավորել են միջազգային կարևորագույն ենթակառուցվածքներ, օդանավակայաններ, նավթավերամշակման գործարաններ և ռազմավարական ծովային ուղիներ։ Քուվեյթում հարվածները առաջացրել են 2 մահ, Բահրեյնում առնվազն 32 վիրավոր, ինչը խորացրեց տարածաշրջանային անհանգստությունը։ Իսրայելի բանակը պատասխան գործողություններ է իրականացրել, թիրախավորելով Թեհրանի և հարակից շրջանների ռազմավարական օբյեկտները, ներառյալ Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը։ Իրանի առաջին հարվածներից հետո Մերձավոր Արևելքի երկրները սկսեցին վերանալ իրենց անվտանգությունը և դիվանագիտական քայլերը։ Լիբանանը և Հեզբոլլահ, Իրանի աջակցությամբ գործող խմբավորումները հայտարարեցին, որ պատրաստ են պաշտպանել իրենց հովանավոր երկրի շահերը, ինչը բարձրացրեց լարվածությունը Հեզբոլլահի վերահսկողության տակ գտնվող շրջաններում։ Ծովային ուղիները, Պարսից ծոցում ու Մերձավոր Արևելքի նավթային տարանցիկ ճանապարհներում Իրանի գործողությունները խափանել են նավթի առաքումների և միջազգային առևտրի շարժը, ինչը անդրադարձել է գլոբալ էներգետիկ շուկային։ Մերձավոր Արևելքի երկրները՝ Քուվեյթը, Բահրեյնը, Օմանը և Արաբական Միացյալ Էմիրությունները վերանել են իրանց ռազմական և դիվանագիտական քաղաքականությունը, հաշվի առնելով Իրանի նոր ղեկավարության ռազմական ակտիվությունը։ Մոջթաբա Խամենեին հիմնականում գործելով կուլիսների հետևում առաջին անգամ ցուցադրեց իր լուրջ ազդեցությունը ռազմավարական որոշումների վրա։ Իրանի ներսում ռազմական, անվտանգության և վարչական մարմինները համախմբված են նոր առաջնորդի շուրջ։ Նոր առաջնորդի առաջին օրերի որոշումները ընդգծեցին ներքին քաղաքականության խստացման անհրաժեշտությունը բոլոր իշխանական մարմիններում, զինված ուժերի լիարժեք աջակցությունը, որպեսզի նոր ղեկավարությունը կարողանա ապահովել անվտանգությունը ներքին անկարգություններից խուսափելու համար։ Մի շարք ռազմավարական կենտրոնների պաշտպանություն, որոնք կարող են լինել թիրախ, ընդդեմ Իսրայել-ԱՄՆ միջամտության։ Մոջթաբա Խամենեիի նշանակումը և Իրանի առաջնային հարվածները ապացուցեցին, որ երկրի նոր առաջնորդը համարձակ է և պատրաստ է պաշտպանել իր շահերը, բայց միաժամանակ ստեղծեցին միջազգային լարվածություն և սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգությանը։ Թեև Իրանի ներսում կա համախմբվածություն նոր առաջնորդի շուրջ, արտաքին սպառնալիքները, Իսրայել-ԱՄՆ լարվածությունը հզոր են և կարող են ցանկացած պահի զարգացնել միջազգային հակամարտություն։
Այսպիսով Իրանի նոր քաղաքական եւ ռազմական ուղղությունը, նոր առաջնորդի դիվանագիտական մոտեցումները եւ տարածաշրջանային արձագանքները ձևավորում են Մերձավոր Արևելքի անորոշ եւ լարված ապագան, որը կշարունակվի հետևել միջազգային լրատվամիջոցների եւ ռազմական հետախուզության ուշադրության կենտրոնում։